Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ լուրերն այսպիսինն են։ Այսօր առավոտյան հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը փաստացի գլխատվել է, բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի 11 հոգևորականներ, այդ թվում առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, ում գտնվելու վայրը ժամեր շարունակ անհայտ էր։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա։ Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն եւ մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին։ Հարցազրույցից հետո իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի նախագահ Դանիել Լեոնիսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։ Քննչական կոմիտեում հայտնված հոգևորականներն առանց իրավական պաշտպանության են մնացել, քանի որ նրանց փաստաբաններին ներս չեն թողնում։ Ավելի ուշ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում գտնվող Սամոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն քահանա Առաքելյանը դուրս եկավ քննչականից։ Հոգևորականը հայտնել է, որ 7-ից 8 ժամերի ընթացքում իր հետ որևէ քննչական գործողություն չեն իրականացրել եւ ազատ են արձակել։ Տեր Փարենը նաեւ ասաց, որ իր ունեցած տեղեկություններով ինքը վկայի կարգավիճակ ունի։ Թողարկումից րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն ձերբակալել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ վերջինիս կալանքի են տանում։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննությունը, որի արդյունքում կորոշվի երկարաձգել արդեն 4 ամիս անազատության մեջ գտնվող բարերար Սամվել Կարապետյանի կալանքը, թե ազատ արձակել նրան։ Քննչականն արդեն երկրորդ անգամ է միջնորդություն ներկայացնում դատարան, պահանջում է եւս 2 ամսով երկարացնել կալանքը։ Երեկ սկսված ու 11 ժամ ձգված փակ նիստից հետո Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, 52 հոգանոց խմբից բաղկացած քննիչների միջնորդությունն աղերս չունի իրավաբանության հետ։ Այսօր արդեն փաստաբանների հերթն է ներկայացնելու իրենց հակափաստարկները։ 125 րոպե այդքան ընթերցել են պարզապես միջնորդությունը, 52 քննիչներից բաղկացած քննչական խումբը այս շուրջ 60 օրվա ընթացքում դեռ որոշ գործողություններ չեն հասցրել անել։ Դուք կարող եք հարցնել, իսկ ինչ գործողությունների մասին է խոսքը, բացարձակ պատկերացում չունեմ, որովհետև դրանք կրկին Սամվել Կարապետյանին չեն վերաբերում, ասաց Վարդևանյանը։ Կարապետյանն իրավապահների թիրախում հայտնվեց, երբ քննադատեց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եկեղեցու դեմ սկսված արշավը, հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերն այս հարցը չլուծեն, ապա դա իրենք կանեն իրենց ձևով։ Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, հետո եւս 2 հոդված ավելացրեցին հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաեւ փողերի լվացումը։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Միասնության թվեր քաղաքական շարժման առաջնորդ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլև պատանդ։ Քաղաքական իշխանությունների հրահանգով հարուցված քրեական հետապնդումը ազատությունից զրկելը նպատակ ունի հետ պահել նրան իր գործունեությունից, կարծում եմ, սա վաղուց ծրագրված քայլ էր քաղաքական հստակ հայտարարություններով, քաղաքական հրահանգներով, ասաց Թաթոյանը հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։ Նախկին օմբուդսմենի գնահատմամբ Սամվել Կարապետյանի մեղադրանքում չկա իրավաբանություն, պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված։ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը երկարաձգելու գործով դատական նիստը շարունակվում է, առ այս պահը դատարանը որոշում չի կայացրել։ Հակակոռուպցիոն դատարանի բակում է նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին։ Լրագրողի այն հարցին, որի աջակցություն Կարապետյանների է դատարանի բակում, Կարեն Կարապետյանի որդին արձագանքեց. «Փաստացի այստեղ եմ»։ Հիշեցնենք, մամուլը վերջին շրջանում գրում է, որ Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժման վարչապետի թեկնածուն հենց Կարեն Կարապետյանն է լինելու։ Կարապետյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի կառավարման վերջին շրջանում 2016-ից 2018 թվականներին, իսկ Հանրապետական կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններում հենց Կարեն Կարապետյանի առաջնորդությամբ էր հաղթանակ տարել, քանի որ խոստացել էր, որ Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել։ 2018-ի ապրիլին, երբ սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելուց հետո վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ, այնուհետև Սարգսյանի հրաժարականից հետո նա զբաղեցրեց վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը մինչև մայիսի 8-ը, երբ ազգային ժողովը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանը կարծում է, որ սահմանադրության նորմերը սկսել են գործել 2018-ի իշխանափոխությունից հետո, որը նա Թավշյա հեղափոխություն է անվանել։
Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող Khaleej Times ամսագրին տված հարցազրույցում նա պնդել է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ամրապնդել են օրենքի գերակայությունը, կանխարգելել կոռուպցիան եւ հավասար պայմաններ ստեղծել ներդրողների համար։ 2018 թվականից հետո սահմանադրությամբ ամրագրված նորմերը սկսել են գործել խոսքը ժողովրդավարության մասին է, մարդկանց իշխանության ղեկին գտնվելու հնարավորություն տալը, տնտեսության մեջ հավասար մրցակցություն ապահովելը, օրենքի գերակայության պահպանումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, նշել է նախագահը։ Հարցազրույցում արձանագրվել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն այս տարի դարձել է Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ուղղակի ներդրողը եւ մեծությամբ երկրորդ առևտրային գործընկերը։ Հայաստանը ոգեշնչվում է Էմիրությունների պատմությունից, համեի օրինակը եւ պատմությունը լավ դաս է սերտելու համար, համերաշխություն, ներդաշնակություն, երազանքներ, ծրագրեր եւ դրանց իրականացում, ընդգծել է Վահագն Խաչատուրյանը, բարձր գնահատելով Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ երկկողմ հարաբերությունները։ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը հերքում է իշխանամերձ շրջանակների տարածած լուրերը, թե 3 հակակոռուպցիոն դատարանի մոտ հավաքվելու համար մարդկանց գումար է բաժանվել։ Լուրջ չի էլի, տարբերություն նախորդ իշխանությունների, այս իշխանությունը մարդկանց գլխին սարքելու լավ փորձ ունի, կարող են հանգիստ լինել, տենց բան չի լինում, դաղալություն չկա, մարդիկ իրենց կամքով են գալիս, ասել է Կարապետյանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք մարդիկ չեն դիմել գումարի համար, Կարապետյանը նշեց, իրավական առումով բոլորն էլ հասուն են, գիտեմ, որ նման բան չի կարող լինել, դիմող չի էլ եղել։ Նրա խոսքով, եթե դիմող էլ լինի, նշանակում է ուղարկված մարդ է։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանք, այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, ներկայացնելով քրեական բարույթի մանրամասները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական բարույթի շրջանակում, որը վերաբերում է շորթմանը։ Քրեական բարույթի նախաքննությունն ավարտվել է։ Ըստ քննչական կոմիտեի Սպարտակ Ղուկասյանը Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին, պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի եւ իրենն է դարձրել գույքը։ Բեռնատարի վարորդը վախի ազդեցության տակ եւ բացասական հետևանքներից խուսափելու նպատակով կատարել է ներկայացված պահանջը, գույքը համայնքապատկան բեռնատարով տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել։ Արդյունքում Ղուկասյանն իրենն է դարձրել գույքը, Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս, ասված է հաղորդագրության մեջ։ Չնայած հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, այսօր Գազայի հատվածում 2 պաղեստինցի է սպանվել, այս մասին հայտնում է ԴՊԱԼ լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղում աշխատող բժիշկներին։ Լրատվամիջոցի փոխանցման պաղեստինցիները զոհվել են Գազա քաղաքի արևելքում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով իսրայելցի զինվորականները պնդել են, որ կրակ են բացել սպառնալիքը կանխելու համար։ Գազայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է, սակայն իսրայելական կողմը արդեն մի քանի անգամ խախտել է այն, պնդելով, որ կրակ է բացել սահմանն ապօրինի հատելու փորձ իրականացնողների դեմ։ Այսօր հոկտեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 15:30-ի սահմաններում ցեմենտ տեղափոխող բեռնատար Աճարյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել ավտոմեքենայից։ Դեպքի վայր են ժամանել նաև Աբովյանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերեցին ավտոմեքենայից, ով սակայն իր ոտքով քայլելով մոտեցավ Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամի 9:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Մանվելան իր վարած Շերիտի Գոմագնիշի ավտոմեքենայով Հնաբերդ Այգեստան ավտոճանապարհի Հնաբերդ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ձողին, ապա ծառին եւ հայտնվել ջրատարի մոտ։ Վթարի հետևանքով վարորդում առաջին օգնության են հասել գյուղացիներն ու ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետապահ խումբը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական բարույթ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։